Երկրի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Green էկոկենտրոն բնապահպանության կազմակերպության հետ համատեղ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հրազդանի կիրճում շաբաթօրյա կանցկացրեց։ Ըստ նախաձեռնության հեղինակների նպատակը ոչ միայն շրջակա միջավայրը մաքուր պահելն է, այլև աղբի տեսակավորում է, ինչը նպաստում է շրջակա միջավայրը պահպանելուն։ Միջոցառման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրեց ակտիվ քաղաքացի հարթակի այն 7 քաղաքացիներին, որոնք այս ընթացքում ավելի հաճախ են խնդիրներ վերհանել եւ մասնակցել դրանց լուծմանը։ Պարգևատրել քաղաքացիներ Արամ Խաչատրյանին, Ավինյանը նշեց, ակտիվ քաղաքացի հարթակը արդեն 2 տարի է գործում եւ գործում է շատ արդյունավետ, իսկ հարթակի մասնակիցների թիվը գերազանցել է 20,000-ը։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ակտիվ քաղաքացիներին եւ միջոցառման մասնակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքի մաքրության համար, հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում քաղաքացիները ավելի իրավագիտակից կդառնան ու նմանօրինակ միջոցառումների անցկացման կարիք չի լինի։ Հուսով եմ, որ գալու է այն օրը, որ մենք այս տեսակ շաբաթօրյակների կարիք չենք ունենալու, բայց քանի դեռ մեր վարքաբանական կանոնների մեջ շատ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, աղբի թափման տեսանկյունից, այսինքն մենք շարունակում ենք թափել աղբը ամենուր եւ ամենտեղ, մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք, որով որ հիշեցնելու ենք, որ սիրելի երևանցիներ, այս աղբը գեներացնում ենք հենց մենք Եվ ուղղակի կարծում եմ ժամանակն է եկել մտածելու այն մասին, որ միգուցե դա չանենք, որպեսզի այս շաբաթօրյակների կարիքը նույնպես չունենանք։ Ավինյանը հավելեց, քաղաքացիները հարթակի միջոցով բարձրաձայնում են քաղաքային ամենատարբեր խնդիրների մասին՝ բակերի բարեկարգումից ճանապարհների փոսային նորոգումից մինչև կոյուղատարների վերանորոգում կանաչապատում։ Ավինյանի ներկայացմամբ քաղաքացիների կողմից բարձրաձայնվել է ավելի քան 60,000 խնդիրներ, որոնք ստացել եւ ստանում են լուծումներ։ Վերջինս նշեց, որ այս հարթակում նոր փոփոխություններ են նախատեսված։ Երտիմ օրենքի նոր փաթեթով, որը հաստատեց կառավարությունը, մենք նոր լիազորություններ եւ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր ակտիվ քաղաքացիների համար եւ շրջանակը արձանագրվող խնդիրների ավելանալու է եւ մեծանալու է եւ այդ հնարավորությունները օրենսդրական մենք արդեն իսկ տվել ենք։ Ակտիվ քաղաքացի հարթակի մասնակիցներ Սոնան եւ Ազատը, որոնք քաղաքապետի կողմից պարգևատրվեցին, ընդգծեցին, որ քաղաքային իշխանությունների կողմից նման ուշադրությունը ոչ միայն ոգևորում, այլև պարտավորեցնում է։ Նորմալ չի, որ այս դարում մարդիկ չեն գիտակցում այդ ինչ ասեմ, պահելաձևը, հա, եթե իրանք իրանց տանը իրանց հետևից կերած խմածը գետնին չեն գցում, դա նշանակում է, որ տնից դուրս էլ չպետք է գցեն, որովհետև տունը դա դեռ իրանց սեփականությունն է, իսկ դուրսը դա բոլորինն է։ Մենք էլ որպես ակտիվ քաղաքացի փորձում ենք ավելի ակտիվ լինել եւ դրանով փորձում ենք ավելի հարմարավետ սարքել մեր քաղաքը ազգաբնակչության համար։ Բացի շաբաթօրյակից քաղաքապետարանը մայրաքաղաքի Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհախտի անվան զբոսայգում կազմակերպեց ծառատունկ, որի ընթացքում տնկվեց 150 բարձրարժեք ծառեր, նաև 1200 թուփ։ Ծառատունկին քաղաքապետ Ավինյանին էին միացել նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Ապրիլի 13-ից 19-ը Երևանում իրականացվող կանաչապատման լայնածավալ աշխատանքների ընթացքում շուրջ 1000 հասուն ծառեր են համալրվել մայրաքաղաքի կանաչ ֆոնդում։